Ողջույն ձեզ, քույրեր եւ եղբայրներ։ Բնագից հաղորդումն է։ Այսօր ուզում եմ խոսել երեք Աբու Դաբիում տեղի ունեցած այդ պարգևատրման մասով։ Ինչ շատերը հարցնում են, ինչ գնահատական եմ ես տալի տեղի ունեցածին։ Մենք տեսանք, որ մեր երկրի ղեկավարը ստացավ $1 միլիոն։ Գիտեք, 21-րդ դարում երևի թե կաշառքը դիպլոմատով չեն բերում կաբինետ եւ հանձնում։ Երևի թե արդեն ձևեր կան եւ ամենակարևորը այդ գումարի լեգալիզացումն է։ Բոլոր կաշառքների ժամանակ, ասենք մարդը ստացավ ինչ որ X թիվ։ Այդ X թիվից ինքը չնայած նա որ կարող է կորցնի, ասենք ինչ որ մի մաս, պետք է լեգալիզացնի, որ կարողանա ծախսի, որտեղ այսօրվա թվային համակարգը թույլ է տալի հետևել, թե որտեղ ինչքան գումար մուտք արվեց, ինչքան ծախսվեց եւ այլ հարցեր առաջանում։ Դա լեգալիզացում է եւ ես կարծում եմ, որ երեք տեղի ունեցածը իմ կարծիքով դա կաշառք էր։ Կաշառք էր նրա համար, որ հանձնվեց Արցախը, կաշառք էր նրա համար, որ հանձնվեց մեր հողերը։ Դրա համար ես կարծում եմ, որ գնահատականը մեկն է։ Մուսուլմանական աշխարհը կաշառեց, փաստացի կաշառեց, լեգալիզացված կաշառք հանձնեց մեր երկրի ղեկավարին, դա իմ կարծիքն է։ Ուզում եմ այդ թվում խոսել մեր այսօրվա այսպես քաղաքական հետապնդումների մասին, մեր եկեղեցու հետապնդումների մասին։ Գիտեք, պետք է ասեմ մի բան։ Իմ բոլոր հետազոտությունները այդ հարցում ցույց են տալիս, որ մեր երկրում լեգալիզացվում է մեղքը։ Եվ երբ որ մեզ պատմում են ավետարանի մասին, մարդիկ անգիր են սովորում, ելնում ասում են, մենք հասկանում ենք մի բան, որ այդ ամենը թույլ չի տալի մարդը հասկանա, եթե անգիր գիտի, ասենք, ինչ-որ մի հոդված, չի նշանակում, որ նա հասկանում է ինչ է այնտեղ գրված։ Հակառակ դեպքում այդ գիրքը կարդալուց մենք տեսնում ենք, որ հստակ գրված է, որ Ադամը դա տղամարդ է, Եվան դա կին է, եւ նկարագրված է մարդկությունը, եւ ոչ միտեղ չկա այլասերություն, նկարագրած որպես օրակարգ, այսպես ասեմ, ոնց որ մեր մոտ այսօր փաստացի ստացվում է, որ չես կարող դպրոցում երեխային ասել դու աղջիկ ես եւ տղա։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ լեգալիզացվել է մեղքը։ Եվ այս հետապնդումները եկեղեցականներին, որ մեղադրում են, ասենք, Բագրատ Սրբազանին, ասում են ինքը ուզում էր, չգիտեմ, դե զինված բաներ աներ եւ այլն։ Զինված բաներ անողներ, այդքան մարդը հրաապարակ հավաքել էր։ Կարար առանց զենքի այդ ամեն ինչ, եթե ուժի գնալու լիներ, այդ կատեգորիա մարդիկ ունակ չեն։ Այ մեր երկրի այսօրվա իշխանությունը ամեն ինչի ունակ է։ Ու ես կարծում եմ ապագայում, եթե այսպես շարունակվի, 2008 թվականի մարտի 1-ը թեթև միջադեպի կարգավիճակ է ստանալու։ Կարծում եմ, որ իրենք ամեն ինչի ընդունակ են։ Քանի որ մարդը ընդունակ է գումար վերցնի նրա դիմաց, որ Արցախը հանձնի։ Մարդիկ, որոնք շնորհակալություն են ասում այսօր Ալիևին, չեմ կարող ասեմ, էլ ինչ պետք է անեն այս մարդիկ, որ մենք հասկանանք, որ իրենք մեզ պետք չեն։ Բայց տեսեք, երեք ինքը գումար է վերցնում, այսօր հայտարարում են, որ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ՑՄԱ, Լևոն Մնացականյանը դատապարտվել է ՑՄԱ Ադրբեջանում Բաքվում։ Եվ ինչ է կատարվում։ Ուր ենք գնում, ուր է տանում մեզ։ Հեծանվից պրծանք հմել դհոլ ենք նայում։
Ոչ մի լավ բան մեր երկրում այս իշխանությունը չի արել։ Ես շուտով քրեական գործերի առումով երևի ռեկարդսմեն կլինեմ Հայաստանում։ Կարամ դուրս գամ միջազգային ասպարեզ։ Մնում է իմ վրա մեկ էլ ասենք կախեն Քենեդու սպանություն էնել բախները չի բերե, ես այդ ժամանակ ծնված էլ չեմ եղել երևի։ Տեսեք, ինչա կատարվում, մարդը մտավ քաղաքականության մեջ, մեր դեմոկրատական երկիր, որ իրանք ասում են, գնում են Եվրոպայում ասում, մեր դեմոկրատական երկիրը եւ այլն, ուր է այնտեղ դեմոկրատիա։ Ուր է։ Չագուչի Ես դրոշը կախած չագուչով դեմոկրատիան է Հայաստանում։ Հայաստանը այսօր դարել է այն, մենք հայ ժողովուրդս, որ միշտ ասել ենք մեր կարծիքը։ Նույնիսկ սովետական միության ժամանակ նման վախեր չի եղել, ինչ որ մենք առնչում ենք այսօր։ Ինչ երկիր ենք սարքել։ Հրաժարվել ենք սովետական միությունից, որտեղ որ կար ընտրում էինք դեպուտատ, ընտրում էինք, չգիտեմ, այսօրվա նման պարլամենտ, որը ընտրում էր Պոլիտբյուրո, ընտրում էր Գենսեկ։ Հրաժարվեցինք, ուրախացանք, ընտրեցինք նախագահ։ Հիմա նորից ընտրում ենք դեպուտատ, ընտրում ենք պարլամենտ, պարլամենտը ընտրում է վարչապետ, կառավարություն, ընտրում է նախագահ։ Ոչ մի բան չփոխվեց։ Այն կինո կա, չէ՞, ասում է, Назад в будущее։ Այ այդ կարգավիճակն ենք ստացել։ Առաջարկում եմ ժողովուրդ ստապվել։ Ինչքան շատ մարդ գնա ապագա ընտրությանը, այնքան սրանց շանսերը քիչ է լինելու։ Հավատացեք։ Ճիշտ է, մենք ընտրություններին չենք հավատում, բայց դա կապ չունի։ Կարծում եմ, որ հավանականությունը, որ կհասնենք ընտրություններին, երևի մի տոկոսային տեսակետից մի 30%, բայց ճանապարհին լինելու են միջև ընտրություններ, ինձ թվում է լինելու են մեծ, այսպես իրադարձություններ։ Ինձ շատ են հարց տալի, ասում են, ինչի՞ չեք ձերբակալել Նիկոլ Փաշինյանին, երբ որ պաշտպանության նախարար էիք։ Ճիշտ ասած, երբ որ պաշտպանության նախարար էի, ընդամենը մի քանի ամիս էի նշանակում, այդ ձերբակալելու համար ես պիտի կարողանայի դեռ ստեղծել իմ թիմը եւ նոր անցնել այդ բանին։ Ուղղակիորեն պետք է ասեմ, որ թիմը ճիշտ է արդեն ոնց որ թե ծուլված էր, որ իմ կողմն էին ոնց որ մենք ենք ասում, բայց թե ձերբակալելուց հետո պիտի հասկանանք ով էր լինելու այդ երկրի ղեկավար։ Որտեւ այն ժամանակ ես ինչ չէի տեսնում որպես քաղաքական գործիչ։ Քաղաքական գործիչ ես որոշեցի դառնամ Արցախը հանձնելուց հետո։ Եթե Արցախը չհանձնեին ու այս վիճակը չգցեին մեր ժողովրդին, ես երևի թե չմտնեի քաղաքականության մեջ, ինձ համար ապրում էի։ Մենք պայքարելու ենք, ժողովուրդ ջան։ Հետևեք մեզ, մենք մոտակա շատ լուրջ հայտարարություններ ենք անելու եւ միասին իրար հետ միասին դուրս են գալու այս վիճակից։ Միացեք եւ պայքարեք մեր հետ միասին, քանի որ ազգեր, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են։ Իսկ ազգերը, որոնք հանձնվում են, վերանում են։